Ողջույն բարեկամներ, այսպիսի մռայլ շատ գեշ եղանակ է։ Ինչպես գիտեք, երեք Արարատի մարզում Արտաշատ համայնքում, չգիտեմ Արարատում էլ է տեղացել թե ոչ, բայց Արտաշատ համայնքում տեղացել է ուժեղ անձրև և կարկուտ։ Վնասվել է ամբողջ բերքը։ Ճիշտ է, բերքի մի մասը թափվել է գետին, բայց որն էլ չի թափվել, այսպիսի վիճակ է։ Նայեք, գյուղում կա հակակարկտային կայան, որը չի պաշտպանել գյուղացուն։ Սա խնձորն է։ Պարզ այս խնձորը, որ մեծանայել, իհարկե կարող է չմեծանայել։ Մենք ուղղակի ուզում ենք հարց տանք այն մարդկանց, ով գումար է ծախսել, հակակարկտային կայան են տեղադրել և գումար են ստանում դա աշխատացնելու համար։ Ինչի չեն աշխատացրել։ Մեր նման հազարավոր մարդիկ, գյուղացին իհարկե ապրում է բերքի բարիքի գումարով, չէ՞ որ այս ամենը պետք է գնար շուկա և վաճառվեր և գյուղացին իր հոգսը հոգար։ Խաղողի այգին։ Սա այն է, ինչ մնացել է խաղողի այգուց, կոտրված։ Որն էլ չի կոտրվել, ծեծվել։ Նույնիսկ վրան խաղող էլ չկա, խաղողը խփել է, կտրել։ Պատշաճ մարմինները, ով պետք է պատասխանատվություն կրի այս հարցի շուրջ, ոչ մեկ չեն զբաղվում։ Այս ճղի վրա вообще առողջ տեղ չկա։ Նայեք, այսի ապագա խաղողի ճուտն է։ Կեսը չկա, կեսն էլ կաճի թե չէ։ Սալորի ծառը։ Այս սալորի չափ, երևի մի փոքր էլ մեծ, 5 րոպե այդպես կարկուտ եկե, այտենց մեծ։ Այստեղ նայեք։
Կարելի ասել առողջ միրգ չկա։ Ամենափոքր կարկուտը է։ Այդ չափի է եկել։ Դե ինչ թափելա տակը թափելա, բայց ծառի վրա կարելի ասել առողջ չկա, միրգ չունենք առողջ։ Նույնիսկ այս մի հատնա։ Դա ծառի ճյուղն է պաշտպանը։ Բոլորը վնասված են։ Բոլորը։ Նայեք ինչ հարվածա հասեց Իրանին։ Ինչ մեծ կարկուտ է եղել։ Իհարկե բնության դեմ չեն կարող բողոքել։ Մեր բողոքը ուղղված է այն մարդկանց հանդեպ, ով պատասխանատու է։ Գյուղում կայան կա, իսկ կայանը չի օգտագործվել։ Օգուտ չի տվել։ Այստեղ նայեք։ Այստեղ նայեք։ Այս ամբողջը թափելու է։ Այս ամբողջը։ Կարելի ասել, եթե հավաքենք ճղի վրա առողջ։ Միրգ չկա։ Այս միրգը մոտավորապես 10 օրից պետք է դուրս գար շուկա։ Այսպես անպաշտպան է գյուղացին։ Իսկ երկիրը պահողը եւ կերակրողը իհարկե գյուղացին է։ Իր միրգ բանջարեղենով։ Սա գիլասն է։ Ես բոլորիցդ կխնդրեմ այս հոլովակը տարածել եւ պատասխանատվության կանչել այն մարդկանց, ով պատասխանատու է։ Ինչի հակակարկտային կայանը չի գործել։ Ով է պատասխան տալու գյուղացուն։ Մենք արդեն նույնիսկ դժվարանում եմ հաշվել, ինչքան գումար ենք ծախսել մենակ սրսկման վրա, որ առողջ միրգ ունենանք։ Ով է պատասխան տալու, ով է վերադարձնելու, ոչ ոք։ Ոնց է ապրելու գյուղացին, ոնց հասկանում ենք, ոչ մեկին հետաքրքիր չի։ Կարելի ասել տանձի կեսը վնասված է։ Ծառերը առողջ։ Մի հատ նայեք ոնց ենք մշակել։ Բացի կարկուտի հարվածից ուրիշ հիվանդություններ չեն եղել։ Եղանակի տեսություն լսելիս հասկացանք, որ այսօր էլ սպասում է անձրև, կարկուտ։ Այսօր էլ որ գա, երևի այգի չմտնենք էլ։
Այգում չեր է երևում վիճակը։ Մի հատ նայեք տերևները ոնց է խփել, ամբողջը թափել։ Դեռ անձրևի հետևանքները կան։ Անձրևը այնքան շատ է, որ այստեղ կոտրել ենք, որ գնա լցվի առուն։ Սա դեղցն է։ Ամբողջ տերևները բերքի հետ միասին թափվել է գետին։ Սա պղպեղի սածիլն է։ Այսպես հավասարվել է գետնին։ Սա լոլիկի սածիլն է, որ մի քանի օրից պետք է տեղափոխեինք։ Լույս ենք վառել, հոսանք ենք ծախսել, սերմ ենք գնել։ Մի հատ ստեղ նայեք։ Մի հատ ստեղ նայեք։ Ես խնդրած կլինեմ այս հոլովակը տարածել։ Այս ամենի համար ով պետք է պատասխան տա։ Ով է մեզ վերադարձնելու մեր գումարները։ Կամ գյուղացին, եթե միտք չունենա վաճառքի, ոնց ապրելու։ Դեռ չեն կրակում։ Ամպերը գոռում են, ամպերը կուտակվել, բայց դեռ չեն կրակում։ Սա կանանչին է, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է կանանչից։ Ամեն ինչը գետնին է հավասարվել։ Ձեր կրակոց չկա, իսկ ամպերը գոռում են։ Երեք ամուսինս գնացել էր նորից թույներ գնե ծիրանը մշակելու համար, բայց ոնց հասկանում եք, մշակելու բան չի մնացել։ Եվ խոտը քաղելու համար հարմարանք։ Խոտը արդեն կարկուտը տպկցրել գետին։ Այս հոլովակով ցույց տվեցինք Պաշարդ մարմիններին բողոք, որ չի աշխատում հակակարգային կայանները։ Անիմաստ տրել են, որ գյուղացին մնում է անպաշտպան։ Ոչ մի բան չի աշխատում,
Ինչպես միշտ գյուղացին անպաշտպան է։ Սա ուղղակի բողոքի ձայներ մեր։ Կխնդրեմ տարածել այս հոլովակը։ Լավ եղեք։ Բոլորիդ մաղթում եմ լավ օր։